21-ամյա Արան Գողթանիկի ջրվեժում լողալու համար 3 ցատկել է 4 մետրից, ընկել ջուրն ու խեղդվել։ Ջրասուզակը նրա մարմինը գտել է կես ժամ որոնելուց հետո ժայռից մոտ 4 մետր հեռու, 6 մետր խորը ջրում։ Ողբերգական մյուս դեպքը Սևանում է եղել։ Լադա ավտոմեքենան Հարսնակար ռեստորանային համալիրի տարածքից ընկել է Հրազդան գետը։ Ջրասուզակը կես ժամ որոնելուց հետո է գետում գտել ավտոմեքենան, դուրս հանել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը։ Քրեական վարույթ է նախաձեռնվել վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ մահացածի ինքնությունը պարզելու համար։ Մեկ օրում ջրահեղձության 3-րդ դեպքը Լոռիում է եղել։ Մի տղամարդ կիրակի ընկել է Շիրակամուտ գյուղին մոտ գետը։ 43-ամյա քաղաքացու մարմինը ջրասուզակները 1 ժամ որոնելուց հետո են գտել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Աշխարհում ամեն տարի ջրահեղձ է լինում ավելի քան 230,000 մարդ։ Մեծ մասը տղամարդիկ են, քանի որ նրանք հաճախ են ռիսկի դիմում եւ լողում վտանգավոր վայրերում։ Հայաստանում ամեն տարի ջրահեղձ է լինում 30-ից 40 մարդ։ 10 օր առաջ Տավուշում 19-ամյա ժամկետային զինծառայողը խաչաղբյուր գետն էր մտել։ Նա գլուխը հարվածել էր քարերին, մահացել։ Տղայի մարմինը դուրս են հանել գետից։ Հանրապետությունը ցնցած ողբերգություններից է Փամբակ գետնն ընկած քույրերի դեպքը։ 7 եւ 13 տարեկան աղջնակները մահաբեր խողովակի վրայով անցնելիս են եղել, երբ պատահաբար ընկել են գետը։ Քույրերի մարմինները մի քանի օր որոնելուց հետո են գտել փրկարարները։ Փոքրիկ աղջիկների ողբերգական դեպքից մի քանի օր անց նույն Փամբակ գետից փրկարարները դուրս են բերել եւս մեկ մարմին։ Տղամարդը ջրահեղձ էր եղել։ Մեր երկրում լողալու համար գրեթե բոլոր վտանգավոր վայրերում տեղադրված են այս ցուցանակները։ Շատերը կարծես անտեսում են լողալն արգելող նշանները։ Ջուրը մտնել արգելվում է տիղմոտ, տեսանելիություն չունեցող ջրվեժներում, լճերում, օրինակ Երևանյան լճում։ Չի կարելի լողալ նաև ոգելից խմիչք օգտագործելուց հետո։ Ամառային հանգիստը ճակատագրական ելքով չավարտվելու միակ ճանապարհը այս տարական կանոններին հետևելն ու վտանգավոր, չթույլատրված վայրերում լողալուց խուսափելն է։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հայլուր։